նստելով մենակ Նորբերտի դեմ կարող ես գրկես տիեզերքը, շուշապես ամեն ինչ, առանց հրավերքի քո մտքերով, քո ազատությամբ գնաս մարդկանց տներ, գնաս թռչունի մոտ կամ շան հետ խոսես, այսինքն այդ մենակության մեջ դու կարողանում ես հավաքես քեզ եւ զգում ես, որ դու այդ պահին մենակ չես, ու մենակ չես ստեղծագործում, այլ ստեղծագործում ես իրանց հետ, ովս քո մեջ կան, իրանցով ես դու քո եսը ներկայացնում, բարձր կան իրեր, որ քո ընկերներն են դառնում, ակամա թե կամա անկախ քեզանից, գիտակցաբար թե գիտակցաբար, այն վրցիները, որոնք այսօրվա դրությամբ ես իրանց հետ ճանապարհ եմ անցել, իրանք մահացել են, այսինքն ոնց եմ ասել, այսօրվա դրությամբ իրանց հետ ես չեմ աշխատում, բայց ես իրանց հետ ճանապարհ եմ անցել ու չեմ կարող իրանց այսօրվա դրությամբ ինձանից հեռացնեմ, չեմ դեն գցում, քանի որ իրանք իմ մեջ ապրում են ու իմ կողքիս են, իրանք շատ հետաքրքիր են, շատ կարևոր է մթնոլորտը, բայց ես էլի անկեղծ լինեմ, երբ որ մարդ ուզում է ստեղծագործի, թեկուզ իրան բան նստացնեն, թեկուզ մեկուսացնեն, ինքը ինչ-որ քարի հետ է կխաղանի, ինչ-որ մի բան կստեղծի, քանի որ իր մեջ նստած է ստեղծագործողը։ Իսկ մնացածը պատճառն է, որ քամին փչեց, ես չեմ կարող, լույսը հանգցեցին, չեմ կարող, պարզ է, բայց որ լինես քո տարերքում, օրինակ բանին, սիգային, մեր Սևանը իրան շատ լավ ազգում Սևանում, իսկ ակուլան եթե գցենք Սևան, ինքը վատ կզգա, այսինքն եթե ինքը իր տարերքում է, ինչի մասին է խոսքը, որ կարող է շեդևրներ ծնի։ Ինչ է կատարում նկարելու պահին, ոչ թե իրականությունից են կտրվում, այլ ավելի շատ իրականության մեջ ենք լինում։ Չեն կարող կտրվել իրականությունից, չեն կարող երկրագնդից կտրվել տիեզերքից, սաղ իրարը չաղկաբաց է։ Ոնց է ժամացույցը ոնց է աշխատում, նենց է մարդու սիրտը, մարդու էությունը եւ իր մտածելակերպը նույնպես աշխատում է։ Իրականությունից չեն կտրվում, բայց իրականությունը վերցնում ենք մեր մեջ եւ մեր միջոցով արտահայտում ենք մեկ ուրիշ իրականություն, որը մեր մեջ է նստած։ Ինձ թվում է ամբողջ մարդկությունն են ներկայացնում, եւ դուք եք ամբողջ մարդկությունն ներկայացնում։ Մի մարդը կարող է ներկայացնել մարդկությանը։ Եվ ամբողջ մարդկությունը դա մի մարդն է, իրանով սկսում եւ իրանով վերջանում է կյանքը։ Եվ այս կերպարները, ես գտնում եմ, որ կերպարվեստի մեջ ժամանակ գոյություն չունի գոյություն 15-րդ դար, 15-րդ դար, 14 մեր թվարկությունից առաջ։ Ինչի համար, քանի որ կերպարվեստը ժամանակից դուրս է, ոնց որ Աստված է ժամանակից դուրս, նենց է կերպարվեստն է ժամանակից դուրս։ Կերպարվեստը, եթե մենք այսօր ներկայացնենք ժամանակակից արվեստ, այսօր ասենք այս ժամանակի արվեստն է, ուրեմն դա ընդամենը ժամանակավոր արվեստ է ինձ համար։ Արվեստը չի կարող ժամանակակից լինել։ Նա կամ կա, կամ չկա։ Եթե ինքը արվեստի գործ է, ուրեմն ինքը արվեստի գործ է։ Եթե ինքը արվեստի գործ չի, ոչ ժամանակակից է, ոչ մեր թվարկությունից առաջ, այսինքն ինքը իրան չենք արդարացնում, ասենք այսօր մենք ներկայացնում ենք ժամանակակից արվեստ։ Դες բան չկա։ Կամ ներկայացնում ենք արվեստ, կամ չենք ներկայացնում արվեստ։ Ինձ տենց է թվում, ընդամենը։ Արամ Խաչատրյանը ասենք, Մոցարտը ասենք, Տարկովսկի ասենք, թեկուզ Վան Գոգին ասենք, որ ժամանակում են։ Նրանք դասականներ են, նրանք ապրել են եւ ապրում են։ Նրանք ժամանակից դուրս են։ Այսինքն գեղեցիկը ժամանակից դուրս է, ծնունդը, մահը, արևը, կյանքը, Աստված, դա ժամանակից դուրս է։
ոչ թե դու ես ծնում կերպարին, այլ կերպարն է քեզ ծնում։ Կերպարն է քեզ թելադրում, թե ոնց իրեն մատուցես, ոնց նկարես, ոնց ստեղծես իրեն։ Քանի որ գնում է երկխոսություն։ Եվ կա բաներ, որ կերպարը քեզ թույլ չի տալի, որ այդ օրինակ զարդը իր վրա կախես։ Ինքը ասում է դա իմս չի, ինձանից հանիր։ Դա մեկ ուրիշին կտաս։ Սա իմս չի։ Ինքը հրաժարվում է դրանից։ Եվ դու չես կարող ասես, չէ, դա պետք է լինի եւ այլն։ Այդ իրավունքը ես չունեմ։ Քանի որ կերպարը թույլ չի տալիս այդ զարդը կրի։ Ինքը թույլ չի տա, ոչ թե ես չեմ ուզում։ Եվ պարզավոր այդ կերպարը ինքը արդեն անհատականություն է։ Եվ ոչ թե մենակ իմ կտավներում եւ մի շարք նկարիչներ կան, որ զգում են այդ պահը եւ տեսնում են եւ տենց են աշխատում։ Իմիջիայլոց չի կարելի նկարել։ Չի կարելի իմիջիայլոց հաց ուտել, իմիջիայլոց ապրել չի կարելի։ Պետք է ձգտես դեպի լույսը, դեպի ճիշտը, դեպի մաքրությունը եւ գտնում եմ, որ կերպարվեստը ինձ համար դա մի աղոթք է, որը Մոլբերտի առաջ ինչքան անկեղծ լինես, անգամ կտավը ճիշտ կլինի, ճիշտ կծնվի։ Երբ որ իմ կինը հղի էր, ես իրեն անընդհատ տանում էի օպերա, թատրոն, թանգարաններ, որ երեխան ճիշտ սնվի։ Ու դա շատ կարևոր է, այսօրվա դրությամբ փառքասու երեխաները սիրում են այդ աշխարհը, քանի որ ճիշտ սնվեցին։ Ես թվում է կամ ես իմ վրա եմ զգում կամ զգում եմ այն ինչ որ ես տեսնում եմ, որ Աստված ստեղծեց ամեն ինչ, եւ տիեզերք, եւ երկիր, եւ գազաններ, ամեն ինչ ստեղծեց եւ ամեն ինչ գեղեցիկ է։ Շատ հետաքրքիր է, որ ասում Աստված ստեղծեց եւ տեսավ, ստեղծելուց հետո տեսավ, որ գեղեցիկ է։ Ասում ստեղծեց լույսը եւ ասեց գեղեցիկ, լավ է, չէ՞։ Ոչ թե ասեց լավ է, լույսը հետո ստեղծեց։ Ստեղծեց, հետո գնահատական տվեց։ Թե նկարիչը ստեղծում է կտավը, վերջում ասում է լավ է ստացվել, իմ դուրս գալիս է։ Այսինքն հետո ինչի է դա ասացիք, ասեմ, հետո Աստված այս ամենը ստեղծելուց հետո ստեղծում է իր նմանակին։ Միակ մարդը, միայն մարդը կարող էր ասել Աստված, դուք մայեստրո եք, դուք շատ մեծ եք, դուք հզոր եք, դուք արարիչ եք, այս ամենը ստեղծողն եք։ Ոչ մի գազան չէր կարող դա ասել, եւ ասեց իր նմանակը, մարդ արարածը։ Ինձ թվում է, որ մարդուն դրա համար ստեղծեց, որ մարդը գնահատական տա, ոչ թե գնահատական, այլ տեսնի այդ գեղեցիկը, այդ արարելը։ Եվ մենք գիտակցաբար եւ ենթագիտակցաբար մենք նմանվում ենք Տիրոջը, հոգեվոր հորը, ու սկսում ենք ստեղծագործել։ Այս ստեղծագործությունը թող լինի կտավ, երաժշտություն, պոեզիա, լավ կոշիկ կարել, եթե ստեղծագործում ես, եթե զգում ես, այդ հավատն է, որ ստիպում է ստեղծագործել։ Բոլոր գազաններից թռչունից ինչ որ մեզ շրջապատում է, շատ հետաքրքիր է, իմ շեկոս, չեմ ուզում ասեմ խելացի է, այսա ինչա, բայց շատ խելոք է։ Բայց ինքը չեմ կարող ասեմ, որ ինքը կարող է ստեղծագործել։ Ինքը չի կարող ստեղծագործել։ Ինձ հետաքրքիր է, ինքը կարող է ստեղծագործությունը գնահատել։ Ես թվում է չէ, քանի որ շատ է մտի արվեստանոց խորհրդավորդիկի նայելա, չի ասեմ, այս մալադես կամ այս ինչ ես արել, շատ վատն է, փաթաթի թող մարդ չտեսնի, չի ասել, միայն մարդն է ստեղծագործում է եւ ստեղծագործությունը գնահատում է, դրանով բոլորից տարբերվում է։
Աստծո ներկայությունը անընդհատ կա, բացակայություն ոչ մի անգամ չի լինում։ Կարող է հանձինս ես չդիմեմ իրեն, բայց ինքը կա։ Բայց չի նշանակում, եթե ես չեմ մտածում իրեն մասին, ինքը չի մտածում իմ մասին։ Եթե ես ստեղծում եմ կտավ, ես իրեն մասին մտածում եմ։ Ուրեմն ինքն իմ մասին է մտածում։ Ես մտածում եմ կտավը չոչնչանա, որ երկար ապրի։ Նույնը ինքն է իմ մասին մտածում, որ ես երկար ապրեմ, իմ հոգու մասին է մտածում, ոչ թե միայն մարմնի մասին է։ Մարմինը ինքը ձևափոխվում է, բան հայլում նայում, ես ասում եմ շատ բոյով եմ, ավելի բոյով, քան ես կարծում եմ, խուճուճ մարզերով եւ այլն, բայց այդպես չէ։ Լրիվ ուրիշ մարտահրած եմ ես։ Առաջին անգամ, որ Թիֆլիսում Լիանա Լոբժանիձեն, որը հրաշալի մեծատարով մարդ արած, որը կոլեկցիաներ գնեց առաջին կտավը, ես լաց եղա։ Լացում էի, արցունքները թափվում էր, ասեց, մայս ասում է, դուք պետք է հպարտանաք, քանի որ այս ձեր զավակներն են, եւ ձեզանից հեռանալով իրենք հպարտ են, այսինքն իրենք կայացած են։ Հետո երբ որ եկա ես արվեստանոց, նստեցի, մտածեցի, ոչ թե մտածեցի, հասկացա, թե ինքը ինչ ասեց, եւ պարզ էր, որ այսօրվա դրությամբ հպարտանում ես, որ իրանք կայացած են գնում։ Թիֆլիսը իր կոլորիտով շատ հետաքրքիր աշխարհ ունի, շատ ամեն ինչ կարելի է տեսնել թատրոն, այնտեղ թատրոնը եւ փողոցում է, եւ բակում է, եւ տանն է, եւ ամենտեղ։ Այդ Թիֆլիսի բաղնիքները, որ կան, դա էլ է թատրոն։ Միակ տեղը, որտեղ մարդ չի ամաչում, դա Թիֆլիսի բաղնիքներն են, որտեղ ես դրա մասին ասում եմ, որ մեկ մարմինները ապարում են Ադամ ու Եվայի պարը։ Իսկ երբ որ ես տեղափոխվեցի Հայաստան, տեսա, որ Արարատ սարը դա հիշեցնում է կնոջ կրծքեր, որը կերակրում է տիեզերքին եւ ամբողջ մարդկությանը։ Հետո հասկացա, որ հենց մեր երկրագունը դա կին Արարած է, անընդհատ ծննդաբերում։ Թիֆլիսը իր խնդությունները ունի եւ իմանում եմ ամեն ծառ, ամեն թուփ, որտեղ ես կանգնել եմ, որտեղ սիրալվել եմ, որտեղ տարապել եմ, որտեղ կայացել եմ որպես նկարիչ։ Եվ Թիֆլիսում որ ծնվեի որպես արվեստագետ, 2 տարի ես դեպրեսիայի մեջ էի, չէի կարող ինքս ինձ գտնեի, այսինքն ինքս ինձ չէի կարող մատուցեի։ Եվ գրում էի, այդ ժամանակ գրում էի ոտանավորներ։ Մի անգամ
գրեցի շատ դժվար էր, ես հանուն արվեստի աշխատում էի պահակ, մանկապարտեզում, որ կարողանամ ինձ ավելի շատ, այսինքն աշխատեմ կտավների վրա եւ գրեցի 2 տող, գրեցի sense բան, ես մանկապարտեզի շուն եմ, ինձ տալիս են թղթե ոսկոր։ Ավել բան չի ուզում գրեի, քանի որ դա ես իմ կաշվի վրա զգացի։ Ես ու շունը իրար ծառայում էինք, շունն ու ես, եւ իրեն ոսկոր էին տալի, ինձ է թղթե ոսկոր։ Եվ տենց ապրում էինք իրար հետ։ Եթե ես հաճ չունեմ, Աստված ոչ անի, եւ կտավի վրա դա ես պետքա չնկարեմ, որ ես հաճ չունեմ, դա արվեստի հետ հեչ կապ չունի։ Ես լուրջ եմ ասում, ես խոնարհվում եմ մայստրոյի առաջ, Մարտիրոս Սարյանի առաջ, եղերնի ժամանակ ինքը խելագարվեց, 3 օրով իրան տարան Թիֆլիս, հոգեբուժարան, որ հետ վերադարձավ, ինքը ծաղիկներ էր նկարում, բայց ինչի մորթած մարդիկ չնկարեց, սոված, անտեր, ինքը հասկանում էր, որ դա արվեստ չի, արվեստը մեկ ուրիշ բան է։ Չեմ կարող ասեմ, ես հիմա խաղաղ եմ, հակառակը։ Ես լուրջ եմ ասում, ես ամաչում եմ շատ անգամ եւ վախենում եմ կտավին մոտիկանալ։ Ես գիտակցում եմ, որ կգա մի օր, որ ես մաքուր կտավի տակ կստորագրեմ։ Ընդհանրապես գիտակցում եմ, բայց ես հլա չեմ հասունացել։ Երբ որ այդ կտավի տակ ես կստորագրեմ, այդ վրձին չեմ վերցնի։ ծիսակատարությունների ժամանակ։ Հայ թատրոնն ունի ավելի քան 200